Մի քանի օր առաջ իմ նկարների բաժնում մի նյութ կար։ Նյութում պատմվում էր, որ Եղիշե Չարենցին հայրը գումար է տվել պատանի հասակում, որ նա կոշիկ գնի, բայց Չարենցը այդ գումարով գրքեր էր գնել։ Այդ դրվագը հիշելով հիշեցի հուշեր Չարենցի մասին գրքից մի հատված։ Հայ գրողներից մեկը պատմում է, որ 30-ական թվականների սկզբին, երբ լինում է Մոսկվայում, հանդիպում է Եղիշե Չարենցի եղբորը, որը երկար տարիներին Չարենցին չէր էլ տեսել։ Եվ Չարենցի եղբորն ասում է. «Գիտեք, որ Եղիշե Չարենցը այժմ հայ գրականության ամենավառ դեմքերից մեկն է»։ Եղբայրը զարմացած բացականչում է. «Ով այդ Բոսյակը»։ Բոսյակը հայերեն բառ չի։ Հայերեն Բոսյակի համարժեքը բոկոտն բառն է, այսինքն առանց կոշիկի։ Վերհիշելով այդ դրվագը մտածեցի, որ եղբայրը ամենայն հավանականությամբ հիշել է հենց այն դրվագը Եղիշե Չարենցի կյանքից, երբ Չարենցը կոշիկի փոխարեն գրքեր էր գնել։